Էդիկ Գեղամի Գուլինյան։ Պարոն Էդիկ, դուք այստեղ եք եղել պայթունի ժամանակ։ Ես նստած եմ եղել, որ պայթել է։ Ժամը քանիսն էր։ 8:30։ Ինչ ուժ գնություն էր, մի փոքր խնդրեմ ներկայացնենք ինչ կատարվեց։ Շատ ուժեղ ցնցում եղավ, շատ վալնա եղավ։ Շատ ուժեղ։ Չէի պատկերացնում, ես ասի երևի երկաշարժ է։ Հետո որ դուրս եկա, տեսա փոշին բարձրացավ, իմացի որ այնտեղ է։ Վազելով գնացի, տեսա որ պայթել է, չենք քանդվել էլի։ Ինչ։ Այս հատվածում հասին ապակիները գոտվել։ Ապատոհանները ջարդվել էր, վա, ահագին պատոհանները ջարդվել։ Ուժեղ վալնա էր, բա ինչ էր։ Դե վալնան ռուսերեն է, ճիշտ է։ Հա։ Ցնցումներ տվեց էլի։ Ինչի ականատես եղաք որ գնացիք, մարդիկ կային ընկած, ինչ էր կատարվում։ Դե մարդիկ հլա մարդ չկար, վազելով գալիս էին, տենակ ինչա, լրիվ քանդվել էր, լրիվ թափել էր դուրս։ Լրիվ թափել է դուրս, թե ինչ ձևի էր պայթել, չէի պատկերացնում։ Մահացածներ այդ պահին տեսաք դուք։ Մի հատ կին առաջներիս, այսպես դեմներս էր, վալնան որ խփել է, ոչ մեկ չի նկատել, ես նայեցի, ասի երևի կուկլա է։ Նայեցի արում կա, որ ինտենամ կին է, բերանի վրա պարկած։ Ժողովրդին ասի, ժողովուրդ, հլա տես մարդ հա, ասին հա, արդեն վազեցին եկան, մոտս մարդ կար։ Նայեցին ասին հա, բայց էլ չիմացա ով էր, ինչ կին էր։ Բոլորի ճանաչում եմ այդ շենքից համարյա։ Հիմա ում են փնտրում դուք տեղեկություններ տղաների ասացին զանգում են, ինչ։ Չէ դե դե մոտիկից այնքան բան չեմ արել, նենց ճանաչում ենք, էլի ցավը տանեմ, հարևաններ ենք, ինչ մարած։ Ես ասի պայթցրին, բայց դե չէ, դա սնարյադի ձեն չէր, դա շատ ուժեղ էր, շատ։ Այտենց բան չի եղել, չեմ լսել։ Նախնական տեղեկությունները ասում են գազի արտահոսք է, հա, այստեղ եւս Երևի ինձ թվում է տենց էր, գազի արտահոսք էր, բայց գազն էլ տենց ես չէի պատկերացնում, զապրավկեքում բանում ես վարորդ եմ եղել, շատ է մեքենա բան պայթել, բայց այդ ձևի ձեն չեմ լսել, շատ ուժեղ ձեն էր, ցավոտ տան։